Արցախ ժամանած ֆրանսիացի պատգամավորները նախ թալիշ են շտապել Ֆրանսուଆ Ռոշբլանը, նաև 92-94 թվականների պատերազմի հետևանքներն էր տեսել, ասում է նույն ադրբեջանական ձեռագիրն է, ավերված տներ, քանդված այգիներ ու հանկարծ ֆրանսիացիներին ողջունում է մի գյուղացի, հյուրընկալության օրենքը չի խախտում եւ հրավիրում է տուն։ Նենցրեք մեր շինեցիկ կեն, երկու անգամ դուրս ենք եկել ստեղից մխտուն, էլի ժողովուրդը, չի կարելի, չէ՞ սետակի աշխարհը տենում է, չի կարողանում ինչ-որ մի բան ձեռնարկի։ Բորիս Մեժլումյանի բազմանդամ ընտանիքը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ցրվել է, նախկին զինվորական է, մնացել է Թալիշի վերականգնումը տեսնելու հույսով։ Ֆրանսիացի պատգամավորները եղան նաև պաշտպանության բանակի այն դիրքերում, որտեղ ապրիլի 2-ից 5-ը թեժ մարտեր են մղվել։ Տեսածից ու լսածից հետո հյուրերը առավել քան համոզված են, Լեռնային Ղարաբաղը չի կարող դուրս մնալ բանակցություններից, իսկ հակամարտության հանգուցալուծումը պետք է լինի Արցախի ճանաչումը։ Եվ ես կարծում եմ, որ Արցախի ներկայացուցիչները, Արցախի իշխանությունները պետք է անպայմանորեն մաս կազմեն կրկին բանակցություններին, բանակցային կողմ հանդիսանան, որովհետև Արցախի այդ ներկայացուցիչները կամ իշխանությունները չեն կարող բանակցային գործընթացից շարունակել դուրս մնալ։ François et moi, nous sommes sur cette position. Պես Ֆրանսուଆ Ռոշբլանի այնպես էլ իմ դիրքորոշումը, որ այդ լուծումը միայն կարող է լինել Արցախի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու միջոցով եւ այս միջոցով է, որ վերջնական խաղաղության եւ վերջնական կայունության կարելի է հասնել այս տարածաշրջանում եւ մենք այդ ուղղությամբ եւ մենք այս ուղերձը փորձում ենք հնարավորինս ուղղել մեր զրուցակիցներին։ Հանդիպումների շարքը Արցախի խորհրդարանում է շարունակվել, նախ խորհրդարանի նախագահի, ապա Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հետ։ Արցախի ֆրանսիացի բարեկամները ցանկանում են այստեղ գալ ապրիլյան լարվածության օրերին, իրենք են հորդորել մնալ Եվրոպայում եւ այնտեղից պայքարել ընդհանուր նպատակի համար, խոստովանում է Աշոտ Ղուլյանը, թե ինչ են հասցրել այդ ընթացքում ինքն է մանրամասնում։ Եղել են բազմաթիվ հարցազրույցներ, հոդվածներ լրատվամիջոցներում, եղել է Ֆրանս-Ղարաբաղ բարեկամության շրջանակի կողմից երկու պաշտոնական հայտարարություններ եւ նրանք մշտապես եղել են այն բոլոր իրադարձությունների հորձանուտում, հատկապես լրատվամիջոցներով, եւ կարծում եմ շատերը այստեղ հիշում են ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեր գործընկերների կողմից այն ելույթները եւ միջամտությունները, որ նրանք ներկայացրեցին Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված։ Agit de son mieux, mais aujourd'hui on peut être satisfait. Քիչ առաջ խոսեցինք ուրեմն Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մասին, որ գործունեություն է տանում, բայց գոհանակությամբ կարող ենք ասել, որ այսօր անդամների թիվը ավելանում է գնալով, ավելի քան երբեք մենք համերաշխ ենք Արցախի հետ եւ հավատացեք, որ Ադրբեջանը մեզ չի կարող լրացնել։ Ես Ղարաբաղցի եմ Ֆրանսուଆ Ռոշբլանի կոչի, նաև գործընկերը Ռենե Ռուքեն է միանում, ինքը իշխանությունն է ներկայացնում Ռոշբլանը, ընդդիմությունը հիշեցնում է Ռենե Ռուքեն եւ վստահեցնում Ղարաբաղի հարցում իրենք միակարծիք են, պատգամավորները գաղտնի չեն եկել Արցախ։ Avant de venir vous voir, nous avons rencontré Harlem Désir tous les deux. Մինչև Ղարաբաղ գալը մենք հանդիպեցինք Արլեմ Դեզիրին, որը Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական նախարարն է, պետական քարտուղարն է, իրեն տեղյակ ենք վայել, որ գալիս ենք Արցախ եւ ինքը մեզ խնդրել է, որ Արցախից վերադառնալուց նորից իրեն հանդիպենք, որպեսզի պատմենք, թե ինչպիսին է իրավիճակը Արցախում։ Ֆրանսիացի պատգամավորները Թալիշում ասածը Ստեփանակերտում են վերահաստատել, վաղուց է հասունացել ոչ միայն բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը վերականգնելու, այլև Արցախի հանրապետությունը ճանաչելու ժամանակը, իրենք այդ ուղղությամբ շարունակելու են աշխատել, հույս են հայտնում, որ Արցախի խորհրդարանի նախագահի Ֆրանսիա կատարելիք այցը, որը ապրիլին էր նախատեսվում, կկայանա մոտ ապագայում։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, Հայկ Բաբայան, ժամը լրատվական։